Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են պատերազմներ, որոնց մասին ոչ ոք չգիտի։ Երբեմն մարդը մարդկանց առաջ ժպտում է, բայց իր ներսում կա վախ, ճնշում, անհանգստություն, մեղքի դեմ պայքար, միայնություն կամ հոգնածություն։ Շատերը փորձում են ամեն ինչ հաղթահարել իրենց ուժերով, բայց որքան ավելի պայքարում են առանց Աստծո, այնքան սիրտը ծանրանում է։ Եվ հենց այդպիսի պահերին Տերը հիշեցնում է մեզ, որ դու պարտավոր չես ամեն ինչ միայնակ կրել։ Աստծո խոսքն ասում է. քո հոգսը Տիրոջ վրա գցիր, եւ Նա քեզ կպահի։ Աստված երբեք չի խոստացել, որ մեր կյանքում պատերազմներ չեն լինելու, բայց Նա խոստացել է լինել մեզ հետ պատերազմների մեջ։ Երբ Իսրայելի ժողովուրդը կանգնած էր ծովի առաջ, իսկ թշնամին արդեն մոտենում էր, ժողովուրդը վախեցած էր եւ չգիտեր ինչ անել։ Եվ Տերն ասաց. Տերը պիտի պատերազմվի ձեզ համար, իսկ դուք լուռ մնացեք։ Շատ հաճախ մենք ինքներս ենք փորձում փոխել մարդկանց, ինքներս բուժել մեր սիրտը, ինքներս հաղթահարել բոլոր խնդիրները, բայց կան պատերազմներ, որոնք հաղթվում են միայն Աստծուն վստահելով։ Երբեմն քրիստոնյայի ամենամեծ զենքը ոչ թե աղմուկն է, ոչ թե ուժը կամ վերահսկողությունը, այլ աղոթքը, հավատքը եւ խոնարհությունը Տիրոջ առաջ։ Եթե այսօր քո սիրտը հոգնած է, եթե այլևս չգիտես ինչպես շարունակել պայքարը, եթե ներսումդ պատերազմ է գնում, մի պահ կանգ առ եւ ասա. Տեր, ես այլևս չեմ ուզում սա միայնակ կրել։ Ես քեզ եմ հանձնում իմ վախերը, իմ ցավերը, իմ ապագան եւ իմ բոլոր պատերազմները։ Եվ Աստված սկսում է գործել այնտեղ, որտեղ մարդն այլևս չի կարող։ Աստծո խոսքն ասում է. ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին։ Եկեք միասին աղոթենք։ Սքանչելի Տեր Հիսուս, ես գալիս եմ քեզ մոտ իմ բոլոր պատերազմներով։ Դու տեսնում ես ամեն արցունք, ամեն ներքին պայքար եւ ամեն ծանրություն, որը ես թաքցնում եմ մարդկանցից։ Հայր, ես հոգնել եմ իմ ուժերով պայքարելուց։ Ես քեզ եմ հանձնում իմ վախերը, անհանգստությունները, վերքերը եւ ապագան։ Սովորեցրու ինձ վստահել քեզ նույնիսկ այն ժամանակ, երբ ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում շուրջս։ Տուր ինձ խաղաղություն փոթորքի մեջ եւ հավատք